Այսօրվա մեր դասի թեման է, ինչպես տեսնում եք, նուկլեինացություններ, ԴՆԹ, ՌՆԹ, նրանց կառուցվածքը, ֆունկցիաները։ Մենք այսօր կանցկացնենք հետաքրքիր դաս ԴՀՏ գործիքների կիրառությամբ, տարբեր գործիքներ կկիրառենք ԴՀՏ եւ կփորձենք դասը ավելի հետաքրքիր եւ ձեզ համար ավելի հիշարժան դարձնել, լավ։ Մի փոքր ներկայացնեմ մեր դասի թեման է նուկլեինացությունների տեսակները, կառուցվածքը եւ ֆունկցիաները։ Դասի նպատակն է մենք կներկայացնենք միասին նուկլեինացությունների հիմնական տեսակները, կտարբերակենք ԴՆԹ-ն եւ ՌՆԹ-ն, ՌՆԹ-ի տեսակների մասին կխոսենք եւ կկիրառենք ՏՀՏ տարբեր գործիքներ։ Արդեն մենք կարողանանք ճանաչել եւ կտարբերակենք նուկլեինացությունների տարբեր տեսակները, կկառուցենք ու կներկայացնենք տարբեր նուկլեինացությունների կառուցվածքի եւ ֆունկցիոնալ առանձնահատկությունները, դա ձեր համաձայնով դուք կաշխատեք, ինչպես տեսնում եք ունենք նաեւ մակետներ եւ պաստառներ, որոնք ձեզ կօգնեն, նաեւ ես նյութ եմ պատրաստել ձեզ համար, որտեղ մենք կդիտենք ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի առանձնահատկությունները, փորձարարական աշխատանք կկատարենք, թվային արդյունքները կգրանցենք միասին, սիմուլյացիոն ծրագիր կօգտագործենք եւ ի վերջո դուք ձեր աշխատանքի արդյունքը մոդելավորման տեսակը, գրաֆիկները, ահուսակները կփորձեք ցուցադրել որպես արդեն աշխատանքի վերջնարդյունք։ Շնորհակալություն։ Արդյոք իրենք նրանք չափերով, տեսքով, կառուցվածքով իրարից տարբերվում են, ինչպես ես կարծում։ Տարբերվում են նրանք իրարից, հենց այդ պատճառով է տարբեր ֆունկցիա են կատարում եւ տարբեր անվանում են պաստառների դա ՓՌՆԹ։ Իհարկե այստեղ է ցուցադրված։ Ահա։ Երեքնուկի տեսք ունի, ճիշտ է։ Նմանեցնում ենք երեքնուկի։ Լավ, շնորհակալություն։ Մակետը, երկու շղթա է, ճիշտ է։ Այստեղ է պատկերված ԴՆԹ-ի գտնապատման երևույթն է, բայց երևում է, որ երկու շղթայից է կազմված։ Իսկ ՌՆԹ-ների մասին ինչ կասեմ, մեկ շղթայից, այս պատկերի, այս մասնարի դա քանի այսպիսի խաղային հնարավորություն, որտեղ որ մենք խոսենք խաղային վարություն, որպեսզի ստուգենք նախնական գիտելիքները եւ կրկնենք, վերհիշենք։ Ինչպես տեսնում եք, տրված է ՌՆԹ-ների տարբեր տեսակները եւ ԴՆԹ-ն, այսինքն նուկլեինացությունները, եւ ներքևում իրենց համապատասխան կամ ֆունկցիան կամ գործառույթը կամ կառուցվածքը։ Ուղղակի պետք է ճիշտ տեղադրել։ Խնդրեմ, ով է ցանկանում աշխատել, խնդրեմ կարող եք խոսել։ Ուղղակի աշխատում ես եւ համապատասխանը տեղադրում ես իրեն բանդակի մեջ։ Դասարան կարող եք օգնել։ Երեքին կլիմաններ, կլիմքներ, չէ՞, ասենք։ Ինչպես է կարծում ՀՆԹ-ն։ Ահա, լավ։ Ամենամեծ տեսակներից ՌՆԹ-ն է, հրաշալի է։ Հանդիպում է Հանդիպում է ռիբոսոմներում ՌՆԹ-ն է հուշում են մեզ բանցակներից է։ Քրոմոսոմի վերածվելը ուսումնական նյութ է։ Դեցիկ տեսակումը կատարեցիք դեպքություն, կան հարցեր, բարձր ամեն ինչ, վերհիշեցիք տեսակները։ Հիմա արդեն կարող եք խմբերով աշխատել, ուրեմն խմբային աշխատանքը այսպիսին է լինելու, ինչպես ասեցի, յուրաքանչյուր խումբ բաժանվում ենք հիմա խմբերի, ըստ ձեր ցանկության եւ նաեւ հաշվի առնելով կարողունակությունները, յուրաքանչյուր խումբ կստանա առաջադրանք կառուցել ՌՆԹ, դիցուկ խումբը թող կառուցի ՌՆԹ, ինֆորմացիոն ՌՆԹ, փոխադրող ՌՆԹ եւ ԴՆԹ։ Մոդելը պիտի ստանա, օգտվելով պաստառներից, տեսաֆիլմի ինչ-որ դիտել եք, նաեւ այստեղի մակետներից, ձեր պատկերացմամբ, ինչպես որ պատկերացնում եք այդ նուկլեինացիոն խմբերի հիմնաբանը, պաստառներն են ներկայացված, երևում է ձեզ բոլորին, տեսանելի է, դե սկսեք աշխատում։ Երեխեք ամինները, ադենները կանեն, դուկարյան կանեն։ Ստացվում է ձեզ աշխատանքը։ Ինչ եք պատրաստում։ Ինֆորմացիա։ Շատ լավ։ Հիշում եք, որ մեկ շղթա է։ Հիշում եք, լավ։ Պատմում եք, կայացնի իրենց աշխատանքը։ Եվ ՆԹ-ն եք պատրաստել, հա, շուտով Նարեջան։ Եկ արի դասարանի մոտ ներկայացնեք, կարող եք պահել, հա։ Ես պահեմ ինքը պահեմ։ Շատ
Վարդար։ Հա։ Վարդարներով նուկլեոտիդներ։ Իսկ սա յուրաքանչյուրի մեկ շղթան։ Մեկ շղթան է։ Իզոնեթը մեկ շղթայից է պատկերված։ Շատ լավ էր աշխատանքը, ձեզ դուր եք։ Շնորհակալություն։ Շատ գունագետ է աշխատել։ Մոտեցրեք ցույց տվեք դասարանին։ Մեր կոնցենտրի խումբն է, շատ ներկայացնում ենք դիմենտրի երկու շղթաները, սա ցույց ենք տվել նուկլեոտիդները, նուկլեոտիդները կազմված են դեզօքսի շաքարից, դեզօքսի շաքարից, ազոտական հիմքերից, ազոտական հիմքերը կարող են շատ Լավ է աշխատանքը, հավանեցիք շնորհակալություն։ Օգտագործելով ՏՂՏ գործիքները, այս բոլորը արդեն հավաքում ենք, օգտագործելով ձեր հետ բերված համակարգչային հնարավորությունները, սիմուլյացիոն ծրագրով փորձում ենք ԴՆԹ-ի առանցքականությունը ուսումնասիրենք եւ նրա լավով ձգողականության ուժերը։ Իհացում ենք սիմուլյացիոն ծրագիրը, երեխաներ, յուրաքանչյուրը տեղյակ եք արդեն նավելով։ Ուրեմն սիմուլյացիոն ծրագրի օգնությամբ մենք կարող ենք փորձարկել ինքերի ձգողականության ուժը, նրա ձգվելու հատկությունը, ֆիզիկական կարողությունները, շղթաների իրար նկատմամբ պաշտպանական եւ ձգողական հատկությունները։ Այստեղից ինչպես տեսնում եք կարող եք տարբեր ցուցանիշներ առաջադրել, փոխել ուժը, մեծացնել կամ փոքրացնել, արագացնել շարժումը, բրոնյան շարժումը ավելացնել եւ այնուհետեւ այդ բոլորը գրաֆիկների օգնությամբ կարող եք ցուցադրել։ Խնդրում եմ, որ խմբերով աշխատելով, ինչպես որ մինչև խմբերով եք աշխատում, նույն խմբերով յուրաքանչյուրը մի քանի ցուցանիշներ փոխի։ Դիցուկ այս խումբը թող փոխի ուժը, ազդելու ուժը, հզորությունը փոխի։ Մյուս խումբը թող ավելացնի բրոնյան շարժումի ուժը եւ ձգողականությունը։ Ստացեք գրաֆիկները, աշխատեք խմբերով, խորհրդակցեք եւ գրաֆիկական պատկերով նաեւ ներկայացրեք ձեր աշխատանքը մինչև այդ կատարած, որը կապված է նուկլեինացությունների տեսակների հետ։ Արդեն կարող ենք աշխատել։ Գրաֆիկները կմոտենան եւ ստացվում է ձեզ մոտ աշխատանքը։ Ցուցանիշները փոխեք։ Լավ, եւ կտեսնեք տարբերությունները։ Գրաֆիկներ ստացեք։ Ինչ ենք սովորում այս փորձի միջոցով։ Ով կարող է Թքողության ուժը շատ մեծ է եւ չի թողում որ կան տանի իրար։ Կարող ենք տեսնել, լավ։ Լրացում ունենք խմբի անդամներից։ Ինչի մասին է փորձը, ինչ է մեզ ցույց տալիս։ Ինչ ենք սովորում փորձի արդյունքում։ Ահա։ Ձգողականության ուժերի եւ նրա ֆիզիկական հատկությունների մասին։ Լավ, շարունակեք։ Պատրաստ եք։ Այո։ ՀՌՆԹ խումբ, խնդրեմ, ինչ ենք ստացել։ Մենք արդեն ստացել ենք գրաֆիկը փոխելով հզորությունը։ Շատ լավ։ Լավ, հրաշալի է։ Կարող եք ներկայացնել ձեր աշխատանքը դասարանի համար։ Ով է խոսնակը, խնդրեմ։ Խնդրեմ, մոտեց։ Այսօր մենք ներկայացնել ենք ՀՌՆԹ-ն, որը ՀՌՆԹ-ի տարբեր տեսակ է։ Դասարան, խնդրում եմ արդեն լսենք, խմբերը պատրաստ են արդեն, լսենք առաջի խմբի, Ձեզ հասկանալ ինչ են շարքում ՀՌՆԹ-ը, կոնուկլինացում բոլոր կենտրոնի օրգանիզմներում պարունակող 3 հիմնական մակրոմոլեկուլներից մեկն է, մյուս երկուսը սպիտակուցներն ու ԴՆԹ-ն։ Այնպես ինչպես ԴՆԹ-ն, ՀՌՆԹ-ը կա միաշաքարի, ուրեմն ուշադրություն, խնդրում եմ դասարան, ձեր փորձի արդյունքն է։ Մեր փորձի արդյունքում, անգամ գրառել եմ պատասխանները, մենք փոխել ենք ուժը, դարձրել ենք 500-ից 670, հետո ավելացրել ենք արագությունը սիմուլյացիայի, ցույց ենք տվել ԴՆԹ-ի ուժը եւ բրաունյան ուժը, հետո հիստոգրամի օգնությամբ կարողացել ենք ստանալ այս պատկերը, որում ցույց է տալիս մեր փորձի արդյունքները։ Շատ
Շնորհակալություն, փորձենք համեմատել այլ խմբի աշխատանքի հետ, որոնք ուրիշ արդեն պարամետրեր են, ուրիշ չափանիշներ են վերցրել։ Լրացում ունենք, խումբ, ձեր կատարած աշխատանքը լավն է։ Ոնց տեսնում եք կողմից շարքավորնքը, կոնկրետ բոլոր կենտրոնի օրգանիզմներում բարենպքից միաշարքարի, ուրեմն ձգելով Ուշադրություն խնդրում եմ դասարան։ Մեր ձեր փորձի արդյունքն է։ Մեր փորձի արդյունքում անկամ գրավել եմ պատասխանները, մենք փոխել ենք ուժը դարձրել ենք 500-ից 670, հետո ավելացրել ենք արագությունը սիմուլյացիայի, ցույց ենք տվել ԴՆԹ-ի ուժը եւ Բրաունյան ուժը, հետո հիստոգրամի օգնությամբ կարողացել ենք ստանալ այս պատկերը, որում ցույց է տալիս մեր փորձի արդյունքները։ Շատ շնորհակալություն, փորձենք համեմատել այլ խմբի աշխատանքի հետ, որոնք ուրիշ արդեն պարամետրեր են, ուրիշ չափանիշներ են վերցրել։ Լրացում ունենք, խումբ, ձեր կատարած աշխատանքը լավն է։ Ոնց տեսնում եք կողմը, ուրեմն կառուցվածքը կազմված է երկու երկար շղթաներից, որոնք բարոյրատեսել պտտված են միաշուր, կարող եք տեսնել արտադրական հիմքերի տեսքերը ու խորհրդանույթ, ինչ են անում ԴՆԹ-ն պահպանում են գենետիկայի կոդը, որով ոնց տեսնում եք մենք ցածր ուժով ենք փորձել եւ դանդաղ ենք փորձել։ Մենք այս փորձով ցույց ենք տվել ԴՆԹ-ի Միանար է ստացվել։ Միանար է այդ պատճառով ստացվել եւ այստեղ կարող ցույց ենք տալ այս փորձով ԴՆԹ-ի ձգողականության ուժը եւ ֆունկցիան։ Շատ լավ, շնորհակալություն դասարան, տնային աշխատանք, ԴՆԹ-ի եւ ԴՆԹ-ի տարբերությունները եւս մեկ անգամ ամրապնդում եւ կրկնում։ Փորձել։ Մենք այս փորձով ցույց ենք տվել ԴՆԹ-ի Միանար է ստացվել։ Միանար է այդ պատճառով ստացվել եւ այստեղ կարող ցույց ենք տալ այս փորձով ԴՆԹ-ի ձգողականության ուժը եւ ֆունկցիան։ Շատ լավ, շնորհակալություն դասարան, տնային աշխատանք, ԴՆԹ-ի եւ ԴՆԹ-ի տարբերությունները եւս մեկ անգամ ամրապնդում եւ կրկնում։